Հեռավոր 90-ականներ ավելի շուտ մի քիչ էլ են կողմ 88-9 թիվ հիշում եմ որ առաջ անգամ մամաս մայրիկս լսեց մի հատ մեղեդի հեռուստացույցով նվագում էր Կարապետ Հայրապետյանը եւ Շուշանիկը Ֆրանսիա հայ եւ մայրս սիրարվեց այդ մեղեդի վրա Կարոյի հետ դուետով սարքեցին երկուսով նվագում էին այդ Սևանածովը Մինչև հիմա մեր նվագախումբը նվագում է։ Դեք երբ որ լսում ես մի երգ ու մի անգամ լսելուց հետո այդ երգը մնում է հիշողության մեջ եւ դու ցանկություն ես ունենում այդ երգը նորից մի անգամ գոնե լսել։ Սա արդեն խոսում է նրա մասին, որ դա բնական է, մեջից է, սրտից է գալիս, հոգուց է գալիս, իր էությունն է դա։ Շատերը գիտեն այդ երաժշտությունը, բայց չգիտեն ով է գրել այդ երաժշտությունը, ում երաժշտությունն է։ Շրջապատը, բնությունը, ընտանիքը, ամեն ինչ ստեղծագործողի համար շատ կարևոր դեր է խաղում։ Նրա ներքին բովանդակությունը, տրամադրությունը, իր դրական էմոցիաները եւ այդ ամենի հետ միասին, եթե ինքը զգացմունքային է, անտարբեր չի աշխարհի նկատմամբ, ինքը ստեղծագործելու ունակ է, բնությունը բնականաբար ինքը ուղղություն է տալիս եւ թելադրանք։ Մարդիկ կան, որ աշխարհ են գալիս հստակ առաքելությամբ։ Նրանք ապրում են ոչ թե իրենց փառքի, այլ մյուսների կյանքում նոր երանգ ու փոփոխություն բերելու համար։ Այդպիսինն է նաեւ Մխիթար Մնացականյանը, հանրային ու պետական բացառիկ գործիչ։ Ավարտել է Երևանի բժշկական համալսարանը, աշխատել որպես վիրաբույժ, ապա դատաբժշկական փորձագետ։ Տարբեր պաշտոններ է զբաղեցրել ներքին գործերի նախարարությունում։ ԽՍՀՄ սպորտի վարպետ է, բժշկական գիտությունների թեկնածու, ունի գնդապետի կոչում։ Եղել է ազգային ժողովի падգամավոր, ապա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար։ Գլխավորել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողով։ 1994-ից աշխատել է Հայկական Կարմիր խաչի ընկերությունում։ Մխիթար Մնացականյանը ծնվել է Սևան քաղաքում 1950 թվականի հունիսի 16-ին։ Մայրը մանկավարժ էր, հայրը իրավաբան։ Ես փոքր երեխա էի, երբ հիշում եմ հորը եւ մորը, որոնք շատ պատկառելի, շատ այդպես ճանաչված մարդիկ էին եւ շատ գեղեցիկ արտաքինով մենք երեխա էինք։ Ես գնում էի տատիկիս մոտ Սևանում այնտեղ հանգստանալու եւ այդ ընտանիքը միշտ ուշադրության կենտրոնում էր լինում։ Գործի բերումով Մնացականյանները որոշ ժամանակ անց Սևանից տեղափոխվեցին Նոյեմբերյան։ Մենք ապրում ենք Նոյեմբերյանում, եւ Նոյեմբերյանում երաժշտական դպրոց չկար։ Եվ նախաձեռնությամբ հորս, որ երաժշտական դպրոց պետք է լինի Նոյեմբերյանում, եւ 10 տեղ 10 աշակերտի հնարավորություն, որ պետք է դու մասնագետ գար եւ այն եւ արդեն պարապեին։ Մենք 4 էինք երեխաներ։ Նրանց արժանապատիվ ու պարկեշտ ընտանիքում մեծացել է 4 երեխա, զույգ քույրեր ու 2 եղբայր։ Մխիթարը տան կրտսերն էր։ Ինչպես հետո պարզ դարձավ, ընտանիքի բոլոր երեխաներն էլ առանձնահատուկ սեր ու հետաքրքրություն ունեին երաժշտության նկատմամբ։ Դաշնամուր բերեցի։ Նոյեմբերյանի կուլտուրայի տուն։ Մեր տունը հեռու չէր, մեր պատուանից երևում էր կուլտուրայի տունը։ Դաշնամուրը ոչ տեսել եմ, ոչ գիտեմ ինչ։ Իջացրեցին դաշնամուրը, ես գնացել եմ ու այդ դաշնամուրի մոտ ուսել եմ ձայները։
տակա չիմանալով որ գիշեր եկել անցնում այդ գիշեր ես էլ այդ տականերով հիացած եմ Սևոսպիտակ ստեղնաշարի հետ չնախատեսված հանդիպումը սեր էր առաջին հայացքից, որ ձգվում է արդեն մի քանի տասնամյակ։ Այդ սերն ու այդ սիրուց ծնված մեղեդին նրան ուղեկցում են միշտ ու ամենուր։ Կյանքեր փրկելիս, ծառայության բարդ ճանապարհին, անձնական մենության ու հասարակական աղմուկի մեջ։ Առանց երաժշտական բարձրագույն կրթության բնատուր տաղանդի շնորհիվ Մխիթար Մնացականյանը շատ արագ մուտք գործեց երաժշտության աշխարհ։ Գրեց բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք ժամանակի ընթացքում դարձան համաժողովրդական։ Սեպտեմբերի 1-ի օրը բալկոնում տեսնում էի, որ երեխաները գնում էին դպրոց, հագած կապած, ծնողներն են տանում, հայրը կամ մայրը, բայց կան երեխան, որ տատիկն է տանում կամ պապիկն է տանում։ Չգիտեմ, կամա թե կամ տատեցի, որ ասերա մայրը ուր է կամ հայրը ուր է։ Եվ չգիտես ինչու գնացի մտովի գնացի, իսկ եթե այդ հայրը հիմա այսօր կանանավայրում է ճակատագերի բերումով, հիմա ասում են չի կարողանում իր։ Եվ չգիտես ինչու առաջի միակ գործն է, որի որ բարերի հեղինակներ եմ ես։ Գրեցի ինքս բարերով իմ բալիկ երգը։ Մամաս մեծացել էր առանց հայր չուներ։ Եվ այդ երգը իր ամենասիրած երգն էր։ Ամեն անցածներ բարես մատել այդ երգը նորից քթի տակ կյանքից որ հեռացավ, որպես իր սիրած երգ բարերը փոխեցի իմ մայրիկ բարերով։ Սառնարանց կանաչ տերև, երբեք երկար չի ապրի, զավակն առանց մոր համբույրի, ապրած կյանքը գին չունի։ Երգեց առաջին Ռուբեն Մաթևոսյանը, շատ գեղեցիկ երգ էր, հետո երգեց Արմեն Դարփինյանը, երգիչ Դարփինյան Արմենը, տարիներ հետո երգեց Արման Հովհաննիսյանը այդ նույն երգը։ Ինձ համար երաս դարձավ, եկա տեսնեմ սիրտս բացել, որ քեզ ասեմ իմ մայրի, շատ դժվար է կյանքում ապրել, քեզ չտեսնել իմ մայրի։ Անսամբլի գեղարվեստական ղեկավարն էր Բաբել Բեգլարյանը։ Նա ինձ խնդրեց, թե Ռուբեն ջան, խնդրում եմ ծանոթանաս ստեղծագործության հետ, Մխիթարը, կարծում եմ կհավանես։ Նոտաները հանձնեց ինձ, ես տարակուսանքով նայեցի, բայց երբ ընթերցեցի, հասկացա, որ դա իսկապես իմ երգն է, եւ ես շատ ուրախացա, որովհետեւ մայրական թեմա էր։ Երգը կոչվում էր Մայրիկիս։ Եկա տեսնեմ սիրտս բացել, որ քեզ ասեմ իմ մայրի, շատ դժվար է կյանքում ապրել, քեզ չտեսնել իմ մայրի։ Նրա երաժշտությունը խոսում է այնտեղ, որտեղ ավարտվում են բառերը։ Այդ մեղեդիները գալիս են անցյալի փորձից, ապրած ցավից, տեսած բարիքից։ Դրանցից յուրաքանչյուրը մի պատմություն է, պատմություն կյանքի, չարի ու բարու մասին։ Այս տարիների ընթացքում Մխիթար Մնացականյանը 100-ից ավելի այդպիսի ստեղծագործություն է հեղինակել։ Մխիթար Մնացականյանը ինքը իր գաղափարը, իր ներքին աշխարհով շատ լեցուն մարդ է, լիքն է։ Ու այդ երաժշտական իր ստեղծագործություն գրելն էլ շատ, ոնց ասեմ, ոնց որ մի հատ մեծ փոթորիկ լինի։ Ինքը չի հասցնում իր մտքի հետևից, գրում է, ուսած նայում ես ստեղծագործությունը այնքան շատ է, իր մեջ պեղես, գտնես, մասեր, որ կպցնես իրար, այդ ձև ենք մենք աշխատում իր հետ, իր միտքը իրանից առաջ է անգնում։ Հակոբյան Արթուրին ես շնորհակալ եմ այդ մասով, որ մեծ մասամբ շատ ինքը առաջնորդականներ ինքն անում, բայց խորհրդակցություն ենք իրար, որ այստեղ ֆլեյտա եմ լսում։ Երգահարներ կա, որոնք երգը գրում են, ոնց որ շենք են պատրաստում։ Շենքը կա, նայում ես շատ սիրուն շենք է, ամեն ինչ տեղն է,
բայց այդ շենքի ներսը չես հասկանում ինչա կատարում։ Մխիքի մոտ կա մի զգացողություն, որը իր երգերի մեջ թախից կա, կարոտ կա, ինքը շատ է սիրում իր երկիրը, ինքը շատ է սիրում իր Հայաստանը, ու այդ թախից այդ տխրությունը իր մեջ, իր ստեղծագործության մեջ միշտ կա։ Գարիկ Ղազարյանը Թիֆլիսի հայերից է, մեր Թիֆլիսի հայ շատ հետաքրքիր դաշնակար, շատ հետաքրքիր երաժիշտ, իրար հետ աշխատել են։ Իրար ներեդիները լինելով ազգային, միևնույն ժամանակ կարողանում են հասնել ոչ միայն հասարակ ժողովրդի սրտին, այլ նաև այն մարդկանց, որոնք կարողանում են գնահատել, կարողանում են հասկանալ այն, ինչ որ ստեղծվում է։ Գիտեք ինչ, մարդը, եթե ինքը երաժշտությունից հաճույք չստանա, ինքը չի կարող հաճույք պատճառի իր լսողին։ Այնց թվում է, որ մխիքի մեջ երաժշտությունը այն ծավալով է և այնքան մելոդիկ է և իր ռիթմիկությամբ տարբերվող, որ երաժշտասերների մի մասը մտածում է, որ դա ժողովրդական երաժշտություն է։ Ես Սամվել Երվինյան ջութակարի հետ, որը բոլորս լավ ճանաչում եք, որոշեցինք մի ալբոմ գրել, երաժշտական ալբոմ, և Սամվելը առաջարկեց, ասեց, արի այս գործը մենք նորից վերականգնենք, նոր արանժմենտով, նոր գործիքավորումով գրվենք։ Ասի շատ բարի։ Եվ մենք այդ առաջի ալբոմը գրվեցինք, Սամվելը նվագեց և այդ այն ժամանակ ասում էին կասետ կամ դիսկ, այդ դիսկով ինքը տարածվեց ամբողջ մեր հայության մեջ։ Մխիթար Մնացականյանի հետ մենք վաղեմի ծանոթներ ենք, կարող եմ ասել, որ նա իմ ավագ ընկերն է, բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել և պատիվ եմ ունեցել աղուհաս կիսելու, բազմաթիվ առիթներով, շատ հետաքրքիր զրուցակից է ինքը, շատ ուրախ եմ, որ իր 3 ստեղծագործությունների առաջի կատարողը ես եմ եղել։ Սամվելին աշխարհի չափ սիրում եմ և հպարտ եմ, որ այսօր Յանի օրկեստրի ինքը առաջի ջութակն է և զարմացնում ամբողջ աշխարհին։ Անցնում է մի տարի երևի, Սամվելի ալբոմը դուրս գալուց հետո մեկ էլ մի հատ երգիչ Վարդան կար։ Մի օր ինձ տեսնում ասում է Արթուր ջան, մի հատ ուզում եմ քեզ մի հատ մարդու հետ ծանոթացնեմ։ Ինքը հեղինակն է, ինչ որ դուք Սամվել հետ այս ստեղծագործությունը գրել եք։ Ասի, բայց հեղինակ ունի, ասեց այո, այս ինքնից ազգանուն էլ Մնացականյան, անուն Մխիթար։ Գալիս ենք, մտնում ենք ներս, այդ զինվորականների ուղեկցությամբ, գալիս ենք, հասնում ենք, կաբինետ ենք մտնում և տեսնում եմ պատիվա կախածա գնդապետի զգեստը, գլխակը, զգեստը, ասում, բայց ինքը ինչ կապ են, ասես պաս հեսա գակ ծանոթանաց։ Այդ պահին մտնում եմ Մխիթար Մնացականյանը, բարև ձեզ, ես ուզում եմ քո ծանոթանալ Արթուր ջան, որտեղ լսեցի Սամվելի հետ, որ իմ գործն եք նվագե, ասի ուրեմն այդ գործի հեղինակը դուք եք, ասի իսկ ես զինվորական, ասում դե ես ընդհանրապես զինվորական եմ, բայց բժիշկ եմ մասնագիտությամբ,
եւ սիրում եմ երաժշտությունը եւ գրում եմ երաժշտություն։ Մխիթար Մնացականյանի ստեղծագործությունը շատ մեղեդային են եւ ոնց որ կասեր իմ վաղեմի ընկեր Արա Գևորգյանը համենայն դեպս ես այս արտահայտությունը իրանից եմ լսել։ Ոչ մի կոնսերվատորիա մեղեդի գրել չի սովորացնում։ Մխիթար Մնացականյան, իմ սիրելի բարեկամ, իմ սիրելի ավագ ընկեր, շատ եմ սիրում ձեզ, քանի որ բախտ եմ ունեցել շփվել, հպարտանալ ձեզանով, ճանաչել ձեզ, լսել ձեր հրաշալի երաժշտությունը, ճանաչել ձեր ներսը, ինչպիսի հզոր ու մեծ սրտի տեր մարդ եք, որ կարողանում եք դիմացինին շռայլել նաև ձեր ներսում եղած բարությունը։ Երբ որ ես սովորում էի Պոլիտեխնիկ ինստիտուտում, դա 60 թվականների վերջն էր, եւ մենք ունեինք խումբ, որը կոչվում էր Երազողներ, Միջտատելի, այդ առաջի ռոք խումբն էր Հայաստանում, իսկ ինքը սովորում էր ուրեմն բժշկական ինստիտուտում, այն ժամանակ բոլոր բուհերը ունեին իրանց խմբերը։ Եվ այդպես մենք ծանոթացանք, որովհետև շատ բուռն կյանք էր այն ժամանակ երիտասարդների մոտ, որովհետև ուսանողական գարուններ էին միշտ անցկացվում, մի բուհը մյուսի հետ, այդպես մրցակցություն կար էլի բարի։ Իմ ծանոթությունը Մխիկի հետ եղել է եղբորս միջոցով, որտեղ նրանք բժշկական ինստիտուտում համալսարանում այն ժամանակ ինստիտուտ էր կոչվում, համակուրսեցիներ էին եւ 2, 3, 4 գուցե համակուրսեցիներից այդ օղակը փոքրիկ ձևակերպվեց, որը մինչև այսօր շարունակվում է եւ ես իմ եղբոր Սամվելի միջոցով մտերմացա Մխիկի հետ։ Հետո հետագայում ինձ համար հայտնաբերեցի նրա երաժշտական հակումները։ Բացառիկ անհատականություն է, անհատականություն, որը եւ կյանքում եւ աշխատանքում ինքը լիդեր է եւ շատ բարի եւ շատ հումորով, շատ հայրենասեր, ընկերասեր, չգիտեմ, ես շատ լավ իսկական հայ ընտանիքի, այսպես ավանդական ընտանիքի ծնունդ, որը եւ աշխատանքն է սիրում եւ նվիրվում է աշխատանքին եւ ընկերներին եւ ընտանիքին, այսինքն ամբողջական մի հետաքրքիր կերպար է։ Ես հիշում եմ մի 15 տարի առաջ Նյու Յորքում հանդիպեցինք մի ռեստորանում, որ ինքը եկել էր բժիշկների հետ, ես էլ երաժշտների հետ։ Եվ տրամադրությունները լավ էր երկուսի էլ, ժողովուրդը խնդրեց դուրս գան բեմի վրա ռեստորանում։ Ու սկսեցինք ես ու ինքը նվագել մի բարձր մակարդակով ժողովուրդը, ամերիկացիներ, իտալացիներ, հայեր, լիքի ժողովուրդը։ Ես ապշել էի, ես երբ որ Լոնդոնում նա նվագեց, որտեղ շատ դժվար է այդ եւ այդ ռիթմը եւ այդ տեխնիկան, մանր տեխնիկա եւ այդ կուլմինացիաները զգալ, այդ ամբողջ ռեգիստրը զգալ դաշնակահարի, հա, այդ նվագելու այդ ռեգիստրը։ Վերևից տրված ինչ-որ շնոր է։ Եվ գիտեք, իր պահվածքը նաեւ բեմում այնպես ինքը իրեն պահեց, դա չեն սովորում, դա տրվում է Աստծո կողմից։ Այնպիսի այդ խարիզմա, որ ասում են, հմայքը, որը որ տարիները չեն, այսինքն եւ ստաժը եւ շատ բեմ դուրս գալը դա չի փոխում ոչ մի բան։ Դա կամ լինում է կամ չի լինում։ Այն ինչ որ ինքը ստեղծում է ժամանակ առ ժամանակ շատ քիչ է։ Բայց կարծում եմ որ լինելով բժիշկ նորից ասում եմ նա կարողանում է անել այն ինչ որ շատերին տրված չէ։ Աստվածային է։ Դա է ամենակարևորը։ Մխիթար Մնացականյանի կենսագրությունն ամբողջությամբ շահկապված է մեր երկրի ու պատմության հետ։ Փայլուն մարզիկ, սպորտի վարպետ, նշանավոր բժիշկ, դատաբժշկական փորձագետ, ազգային ժողովի падգամավոր, սոցիալական հարցերի նախարար, աշխարհի տարբեր համալսարանների ու ակադեմիաների պրոֆեսոր։ Մխիթար Մնացականյանի կյանքի յուրաքանչյուր փուլ նվիրում է մարդկանց, հայրենիքին, արվեստին։ Նրա կյանքն ու գործունեությունը եղել ու այսօր էլ շարունակում են մնալ օրինակ շատերի համար։ Այսօր էլ նա շարունակում է պահել այն նշաձողը, որ տարիների ընթացքում է սահմանել, որպես մարդ, առաջնորդ, պետական ծառայող, ընկեր, ընտանիքի հայր ու ստեղծագործող։
ունենալով այդ մասնագիտությունը, որով մարդկանց միայն օգուտ հետ կարմիր խաչի հայտ օգնելու այդ բժշկի այդ ամենակարևոր միսիան որ կա եւ վերջապես ինքը որը որ այդպիսի իր հոգու գործն է անում իր ամենակարևոր բանը, որովհետև չկա ավելի մեծ երջանկություն, երբ որ դու կարողանում ես գտնել կյանքում քո աշխատանքը, քո գործը, որում դու մաքսիմում նվիրվում ես, մաքսիմում ինքնահաստատման քո համար այդ գտնում ես դա եւ անում ես այդ աշխատանքը, դա ամենամեծ երջանկությունն է։ Բազմակողմանի զարգացած իսկական հայ քաղաքի տղա։ Նա այնքան դրական կողմեր ունի, որ դժվար է երկու խոսքով մեկնաբանել, թե ինչ հատկություններ ունի իբր լավ հայ, բժիշկ, երաժիշտ, շատ գործեր ունի, հրաշալի պարեր անգրել, պար երաժշտություններ անգրել, հրաշալի մուզիկաներ անգրել, հրաշալի դաշնակահար։ Բայց մխիկը պետք է շարունակի, որտեղ դա առաջին հերթին իրան է պետք իր ոգու առողջության համար, իր ներքին վիճակի համար, եւ դա մեզ է պետք, որտեղ մենք դա հաճույքով ենք լսում, առավել ևս նրանք, ովքեր նրան ճանաչում են եւ գիտեն նրա բնությունը։ Ողջունում եմ Մխիկ ջան։ Մանկուց տարվելով իր այդ մեծ տաղանդին, նաեւ շատ սիրեցի երաժշտությունը եւ լսեցի եւ իրենով ես բացահայտեցի երաժշտական աշխարհը։ Եվ հենց իր հորդորով եւ տատիկիս հորդորով ես եկա հենց Չայկովսկու անվան դպրոց եւ ավարտելով այն հիմա կոնսերվատորիայում եմ եւ շարունակում եմ իր նաեւ երազանքը։ Ես մտածում եմ, որ մի գեղեցիկ օր իմ թորնիկս, երբ որ ես ինքը լսում եմ իր տեխնիկան, տեսնում ինչ տեխնիկայով ենք նվագում եւ կլասիկա է նվագում, հոգիս փառավորում եմ։ Բացի այն, որ մենք մեր հարաբերությունները պապ եւ թոռ են, նաեւ առաջին հերթին մենք ընկերներ ենք։ Եվ ոչ միայն ես, այլ բոլոր թոռները, մենք 7 թոռ ենք, 7 տղա թոռ ենք։ Ես համար երրորդն եմ։ Եվ ամենամեծից մինչև ամենափոքր բոլորի հետ միանշանակ նա ընկեր է։ Ունի ընտիր երեխաներ, թոռներ, կինը, Նինան, գեղեցկուհի, լավ ընտանիք, շատ լավ ներդաշնակ իր ամեն ինչով։ Առաջին հերթին ես որևէ բան կատարում եմ, որևէ բան այսպես ինքս ինձ նվագում եմ, առաջինը նա պիտի լսի, որովհետև առաջինը ես նրա կարծիքն եմ հաշվի առնում եւ կարեւորում։ Ակնկալում եմ գեղեցիկ որ թորս արդեն երբ որ ինքը այսօր էլ արդեն կարող է նոտագիր լինել եւ այլն, ինքը զբաղվի այն կիսատ թողածած, որը ստեղծել եմ, բայց կիսատը մնացել, դրանք ավարտին։ Իրեն հարց տվեցի, ասեցի դու ո՞նց ես կարողանում։ Իսկ ո՞նց ես էլ այսքան տարիների մեջ կարողացել այսքան բազմաթիվ պրոֆիլների մեջ լինել։ Եվ ինքն էլ ժպիտով ասում էր, ես էլ չգիտեմ։ Իր գործում հստակ, իր պաշտոնում արդար, իր երաժշտության մեջ հուզական, իր առաքելության մեջ անսասան։ Տաղանդավոր ստեղծագործողը, նվիրված ամուսինը, արժանապատիվ հայրը, հոգատար պապիկը, անձնվեր ընկերը, օրինակելի հայն ու արժանապատիվ մարդն այս սկզբունքով ապրում ու արարում է 75 տարի շարունակ, բուժելով ոչ միայն մարդկանց մարմինը, այլև հոգին, ստեղծելով ոչ միայն երաժշտություն,
այլև հույս, ծառայելով ոչ միայն համակարգին, այլև մարդուն։ Իր հետ շատ հետաքրքիր կյանք եմ անցկացրել, որտեվ մենք 40 տարվա ընկեր ենք, այդ 40 տարվա մեջ ես մի օր չեմ փոշմանում, որ ինքը իմ ընկերն է։ Մախտար Նացականյան ջան, Մխին ջան, առողջ եղիր, ստեղծագործիր նորից, ես կողքտեմ ինչքան որ կարող եմ կօգնեմ քեզ երաժշտական աշխարհի մեջ կայանա քո ստեղծագործությունները։ Ամենալավը այն է, որ ես ունեմ Մխիթար Նացականյանի նման ընկեր։ Եվ ես շատ կցանկանայի, որ ինքը շատ երկար տարիներ դեռ առողջ լիներ իր երեխաներով, իր ընտանիքով, իր շատ հայասեր գործնեությամբ եւ ունենար այն ներշնչանքը, որը իրեն կարող էր նորից բերել հրաշալի ստեղծագործությունների, այսպես մի հնարավորություն տալ իրեն։ Ես ցանկանում եմ, որ Աստծո կամքով դեռ երկար տարիներ վայելեմ իր վեհ ներկայությունը մեր կյանքում